Օրինակ ազգային անվտանգության նախարարը կարար հրաման տար Նիկոլ Փաշինյանին կալանավորելու հրաման տար։ Ես քեզ ծառա, դու ինձ տեր, արի կանգնի, մեծ աղբեր։ Նա այնքան նենց է կարճած իր աթոռին, որ պարզա որ հրաժարական չի տալու։ Այդ երկու աթոռին միաժամանակ նստելու սխեմայով ընդունված օրենքներին լուրջ ենք վերաբերվում։ Այսօր Նիկոլեն կամ նիկոլական քարոզչյան մեքենան ում մասին վատ բան է ասում, դա ընդհակառակը այդ մարդու օգտին է աշխատում, հա։ Սերժ Սարգսյանի այդ բազմանշանակալից հանրապետականը երբեք առանց ծրագրի չի աշխատում։ Անվստահությունը չի լինում, որովհետև այդ մարդիկ իրար հետ չեն կարող լեզու գտնեն, սահմանադրության մեջ գրած է, որ տեխնացու պետքա չէ ներկայացնեն։ Չգիտեմ, քոչարյանականները նիկոլականների հետ բախումներ չեն լինում, էլի, որպես կանոն։ Ինչի համար եմ ասում։ Իմի կայա կալացնա հեղինակություն, թե Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը։ Միացում։ Հողը տալիս է։ Մենք չենք դադարի պայքարել հանուն մեր ազգային հաղթանակի։ Լուկաշենկոն ինչ ասել է Նիկոլն Արցախը հանձնել։ Հանուն Հայաստանի հաղթանակի։ Երեխեքի գլուխը կերել է 5000 երեխու։ Հանուն Արցախի հաղթանակի։ Ապաշնորհ, տգետ, ընչակաղց, ինչ ասեմ, ինչ բառ ասես բռնում է։ Ցեղասպանությունը ուրանում է։ Չկա պարտություն, քանի դեռ ինքդ քեզ պարտված չես ճանաչել։ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում։ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Ողջույն, դուք հրապարակի YouTube-յան ալիքում եք։ Այսօր ես եւ Ավետիսը զրուցելու ենք կարևոր քաղաքական իրադարձությունների մասին, բայց միջև զբուն զրույցին անցնելը մի քանի տես նախաբանային բան։ Մեր հետևորդներից մեկը գրել էր. «Ով է Զարան եւ Ավետիսը»։ Բացատրենք, ով է եւ Զարան եւ Ավետիսը։ Ես իմ մասով կարամ ասեմ, Զարան ջան։ Արի ես քո մասով ասեմ։ Ասեմ։ Ավետիսը հրապարակորաթերթի հեղինակներից մեկն է, որը գրում է քաղաքական բովանդակության շատ հետաքրքիր նյութեր, արդեն երկար տարիներ, չէ՞, ինչքան։ Դե հրապարակի հետ համագործակցում եմ 11 թվականից։ Այսինքն 14 տարի։ Հա, բայց իհարկե ընդհատումներ եղել են, բայց 11 թվականից հրապարակի հետ համագործակցում եմ։ Իսկ եթե հաշվենք ոչ ընդհատումներով 21 թվականից, այս արդեն 5 տարի։ Շատ բարի։ Ու ոչ միայն հրապարակի հետ համագործակցել, այլ ժամանակին Նիկոլ Փաշինյանի օրոք աշխատել ես հայկական ժամանակում։ 90-91 թվականներից աշխատել եմ Հայաստանի գրեթե բոլոր տպագիր թերթերում, որոնց մի մասը այսօր գոյություն ունի, օրինակ, ասենք, Առավոտ օրաթերթը, Հրապարակ օրաթերթը, Ժամանակ օրաթերթը, Հայկական ժամանակը, դե հայկականը ոնց չի տպվում, չէ՞, թողտը։ Հա, չի տպվում։ Մի խոսքով, մի մասը ուղղակի փակվել է։ Կենսագրությունը եղել է լրագրողության ոլորտում, տարբեր թեմաներ ես լուսաբանել, հիմա արդեն քաղաքական վերլուծություններ ես անում ավելի շատ։ Դարա ջան, հիմա մի հատ ուրիշ հարց էլ կա։ Երբ որ ասում են ով ես դու, որպեսի ինչ որ բան խոսես։ Հիմա հարց է առաջանում, իսկ ով պետքա լինես, որպեսի խոսես կամ ով է որոշում ով խոսի կամ ով չխոսի, չէ՞։ Իմ կարծիքով դա որոշում է ընդամենը մի մարդ, դա որոշում է մեզ դիտողները։ Եթե մեզ մարդիկ դիտում են, ուրեմն մեր խոսքը ինչ որ մարդկանց համար հետաքրքիր է, ովքեր համարում են, որ մենք իրավունք չունենք խոսելու։ Չէ, դա ես քեզ ասեմ, տենց մեկնաբանություններ չկան։ Ուղղակի մարդիկ հետաքրքրվում են, ասում են դուք ով եք, իմանանք դու ի պաշտոն ես, չգիտեմ, մասնագիտությամբ ով եք։ Հիմա, այսինքն ոչ թե ասում են, ոչ թե ձենդ կտրի դու ով ես, այլ իմանանք դուք որ ոլորտի մասնագետ եք, որ հասկանանք ձեր գնահատականները ինչքանով են մեզ անհրաժեշտ։ Մի խոսքով, բայց կարևորն է չի, կարևորն է նա, որ դու 98 հասեցիր, հա, թվականից։ 91 թվականից քաղաքական անցուդարձի, ասենք, վկա, դիտորդ, հետևորդ, դրանից առաջ էլ որպես դպրոցական, որպես ուսանող, տենց է։ Մասնագիտական ոլորտը, այս ոլորտի հետ առնչվել 91 թվականից, ասում եմ, լույսից տոկը նի ժվուտ։ Ինչ վերաբերում է ինձ, ես հրապարակորաթերթում եմ աշխատում վերջին 7 տարին, դրանից առաջ 15 տարի էմիգրացիայի տխուր փորձ եմ ունեցել, էլի քաղաքականությունը իմ կյանքի ամենակարևոր հատվածներից մեկն է, հա, որտեղ մենք ամենօրյա ռեժիմով այս լրահոսին առնչվում ենք, տեղյակ ենք բոլոր թեմաներից, լսում ենք բոլոր հարցազրույցները, չէ՞, նաև հետևում ենք բոլոր ազգային ժողովի նիստերին, կառավարության նիստերին, մի խոսքով մի տեսակ դատապարտված դիտորդներ ենք քաղաքականության։ Այդ ինչ վերաբերում է մեզ։
Հիմա մեր հետևորդներին պիտի խնդրեմ, քանի որ մենք ձեզ պատմեցինք մենք ով ենք, պիտի խնդրեմ ներքևի մասում բաժանորդագրվեք, մեզ հավանության նշան դնեք, մեկնաբանություններ գրեք։ Այդպիսով դուք այնպես կանեք, որ YouTube-ը այս նյութը ավելի շատ մարդկանց ցուցադրի, մենք հնարավորություն ունենանք ընդարձակելու մեր լսարանը, չէ՞։ Մի բան եմ ուզում դրա հետ կապված ավելացնում։ Նայեք, Հայաստանի մեդիա դաշտը, ասեմ, կամ այդ տեղեկատվական քարոզչական դաշտը հիմնականում լցված է օտարի կողմից պատվիրված, օտարի կողմից ֆինանսավորվող եւ օտարի շահերը սպասարկող քարոզչությամբ։ Դա նույնիսկ լրատվություն էլ չի, դա քարոզչություն է։ Հա, պրոդուկտ է, որի հիմնական նպատակը հայ ժողովրդին, Հայաստանի հասարակությանը, քանի որ Հայաստանում այլ ազգեր, ժողովուրդներ, էթնոսներ են ապրում, պետք չի միշտ ասել հայ ժողովուրդ, Հայաստանի հասարակությանը որոշակի ուղղությամբ տրամադրելն է։ Մենք չունենք օտարերկրյա ֆինանսավորում, մենք չունենք օտարերկրյա տերեր, պատվիրատուներ եւ այլն, եւ ես հրապարակ թերթը եւ այս լսարանը գնահատում եմ մի պատճառով, որ մենք չունենք որևէ պարտադրանք, որևէ ուղղորդում ուղղվածություն ուղղորդում։ Այո, ուղղորդում։ Մեր գնահատականները մաքսիմալ օբյեկտիվ են։ Ես ուղղվածություն ունեմ։ Ես քանի որ յուրաքանչյուր մարդ ինքը սուբյեկտ է եւ իր տեսակետները ըստ էության սուբյեկտիվ են, պարզավոր ուղղվածություն, արժեքային ինչ-որ համակարգ բան մենք ունենք, բայց դա պայմանավորված համոզում։ Այո, դա ներքին մեր համոզումն է եւ ոչ թե արտաքին ֆինանսավորողների կողմից մեզ տրված ցուցում, ասենք օրինակի համար, խոսեք ռուսների դեմ կամ խոսեք թուրքերին ու ադրբեջանցիներին, ասեք, որ մենք թշնամիներ չենք, մեզ ռուսն է թշնամացրել, չգիտեմ, հաջողացեք արևմուտքին, հազար տարբեր ուղղություններ կան։ Ցեղասպանություն չի եղել, օրինակ, տես, նույնիսկ հանրային հեռուստատեսությունը, որը ֆինանսավորվում է իմ, քո, բոլորիս, այո, մեր հարկերից եւ պետքա ծառայի հասարակությանը, այսօր փաստացի տանում է բացահայտ թուրքամետ քարոզչություն։ Օրինակ իմ լավ ծանոթներից մեկը, գրող հրապարակախոս նաև Լևոն Ջավախյանը, անդրադառնալով Պետրոս Ղազարյանի հյուրերից մեկին, Հակոբ Մովսեսի այդ հարցազրույցին կապված ցեղասպանության հետ, նրան անվանել էր Հակոբ Մողես։ Հա, ինչի համար Հակոբ Մողես։ Ես օրինակ բան արեցի, որովհետև այդ մարդը օգտագործելով հանրային հեռուստատեսության եթերը, որը սփռվում է ամբողջ Հայաստանով մեկ, կասկածի տակ է դնում ոչ միայն ցեղասպանության փաստը, այլ հայ ժողովրդի իբր հայ ժողովուրդը չի դիմադրել, չի պայքարել, թուրքերը այնքան էլ մեղավոր չեն, դա շատ հայտնի թեզ է, էլի։ Ինչի համար է դա, ու դու պատկերացնում ես, որ այդ քարոզչությունը իրականացնող մարդկանցից մեկն էլ, մենք մի անգամ էլ եմ ասել, հա, այդ քարոզչությունը իրականացնող մարդկանցից մեկը, այդ Պետրոս Ղազարյանը, կրթության եւ գիտության նախարարի ամուսինն է, այսինքն այդ քարոզչությունը մտնում է նաեւ դպրոց։ Լսի, իհարկե ցեղասպանության թեման շատ հետաքրքիր է, բայց ինձ թվում է շաբաթ այնքան շատ են եղել այդ քննարկումները, որ մի հատ ուրիշ էլի ցեղասպանության, էլի ապրիլի 24-ի հետ կապված մի քիչ sense նոր ոնց որ թե նոր թեմա է բացվել, հա։ Ծիծեռնակաբերդում Սերժ Սարգսյանը հարցազրույց տվեց, ասեց, որ հասունացել է Նիկոլ Փաշինյանից ձերբազատվելու պահը, Ռոբերտ Քոչարյանը իր աջակիցների ու չգիտեմ տարբեր մարդկանց հետ հանդիպումներ է կազմակերպում, Նիկոլ Փաշինյանը կրթվելը նորաձև է շարժման շրջանակներում ոնց որ թե քարոզարշավ է անում։ Մի հատ ինձ կասես, ես օրինակ որ այս ամեն ինչին նայում եմ, նես տպավորությունն է, որ կամ մտել են քարոզարշավի մեջ, հա, մի տարի շուտ սկսել են իրանք տենց ագրեսիվ քարոզարշավ տանել, կամ ինչ որ գործընթաց կա, որը դեռ այս պահին տեսանելի չի, բայց հասունանալու է։ Ինչ ես կարծում, կա։ Նայ, հիմա որ ասում են Նիկոլ Փաշինյանին հեռացնելու պահը հասունացել է,
Հիմա իրականում Նիկոլ Փաշինյանին հեռացնելու պահը արդեն 5 տարի է հասունացել, այսինքն հասունացած էր։ Չէ, բայց ինչքանով հնարավոր։ Օրինակ Սերժ Սարգսյանը այդ ասում է, այդ բոլոր շարժումները, որ եղել են միջև այս պահը, բերել են, հասցրել են արդեն այն մակարդակին, որ հանրային աջակցության ցուցանիշը այն քո ասած պլինտուսից էլ ցածր է, այսինքն բոլոր շանսերը ու բոլոր աշխարհաքաղաքական պայմանները կան այս պահին այս մարդուն հրաժեշտ տալու։ Կան։ Ինձ թվում է կան, իհարկե, ես միշտ էլ Ես ասել գիտեմ, դու ասում ես մայիսին։ Մայիսին, մայիսը մոտենում է, տեսնենք Նիկոլ Փաշինյանին կարելի է ցանկացած պահի, նույնիսկ այսօրվա, նույնիսկ ընդդիմությունն էլ պետք չէ։ Ցանկալի է։ Լսի, նույնիսկ ընդդիմությունն էլ չէր պետք, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնեին։ Օրինակ, եթե Հայաստանում ըլնեին կայացած պետական ինստիտուտներ, օրինակ ազգային անվտանգության նախարարը կարար հրաման տար Նիկոլ Փաշինյանին կալանավորելու հրաման տար։ Ավելին, դատախազը կարար նման միջնորդ, թե պետք չի ազգային ժողովի անձեռնում խելություն ձեռք Չէ, ինքը անձեռնում խելություն չունի, չէ, ինքը падգամավոր չի, բան չի։ Այսինքն այդ մեխանիզմները եթե լինեին անկախ ինչ որ տարանջատված լիներ այս պետության իշխանության տարբեր ճյուղերը, то մենք կարենք այդ արդյունքով գնայինք, բայց քանի որ չկա, որն է տարբերակը։ Առաջի տարբերակը միշտ, որի մասին մենք միշտ խոսել ենք, դա անվստահությունը կամ impeachment-ն է, որը միշտ կա, որը միշտ հնարավոր է, ինչ ասեմ, միշտ մենք նույնիսկ մաթեմատիկական ճշգրտությամբ ապացուցել ենք, որ կարելի է 1/3-ով այդ հարցը մտցնել խորհրդարան եւ հասնել իր հրաժարականին, անվստահությանը, ոչ թե հրաժարականին, կներեք, հրաժարականը դա ինքնակամ։ Ու հեռացմանը։ Հրաժարական չի լինելու, մոռացի։ Այդ բառը ընդհանրապես ջնջի լեքսիկոնից։ Պարզ է։ Ես նա այնքան նենց է կարճած իր աթոռին, որ պարզ է, որ հրաժարական չի տալու։ Մեկը դա է, մյուսը ընտրությունները։ Հիմա դու ասում ես պատրաստվում են կարող է ինչ որ process։ Իմացա Քարոզարշավա թե impeachment-ը։ Այս որ sense հանդիպումներ, հարցազրույցներ, impeachment-ի համար հանդիպումներ, հարցազրույցներ եւ այլը որևէ բան պետք չի։ Impeachment-ի համար պետքա որ ընդամենը падգամավորների այդ անհրաժեշտ քանակը հավաքի այդ ստորագրությունները, այսինքն պետք է այդ քարոզարշավը անեն ոչ թե ժողովրդի համար, այլ падգամավորների, բայց impeachment-ի դեպքում մենք բոլորս գիտենք, չէ, որ նիկոլական падգամավորները կստորագրեն այդ անվստահության փաստաթղթի տակ, մենակ մի դեպքում, եթե փողոցի ճնշումը լինի մաքսիմալ, ոնց որ եղավ 18 թվականին, հա, որ հանրապետականները ստորագրեցին, որովհետև, ասենք, չգիտեմ, իրանց տների դեմը իրանց ցուցարարներ էին սպասում։ Իսկ մեզ այդ նույն ֆորմատն է, չէ, պետք։ Լարա, տես, հիմա այդ падգամավորների մեծ մասը հասկանում է, որ իրանց ժամանակը ավարտվում է։ Այսինքն հիմա ստեղծվել հաջորդ ցուցակում չեն լինելու, փաստ չի որ Նիկոլ Փաշինյանը նույն քանակի падգամավոր կունենա ոչ թե փաստ չի, փաստա որ չի ունենա։ Եթե նույնիսկ շատ վատ շեմը հատի, հա, եթե անցողիկ շեմ, դե անցողիկ շեմը կարող է հատի, որովհետև վարչակ, եթե մինչև 26 թվական հասնի, պարզ է, չէ՞ որ ասենք այդ վարչական ռեսուրսով, փողով, չգիտեմ, շանտաժով, քրեական գործերով, վախի մթնոլորտով, էսենց այնց ինչ որ մի 25-30% հնարավոր է հավաքել։ Բայց դա իշխանություն ձևավորելու համար բավարար չի։ Երբ որ ասում են քարոզչության իմաստը այն է, որ մարդկանց համոզենք, որ Նիկոլ Փաշինյանը, չգիտեմ, այս երկիրը կործանում է կամ այս հասարակության համար բոլորը գիտեն, ուրեմն քարոզչության իմաստ չկա։ Քարոզչության իմաստը կարող է այնա, որ մենք պատրաստվում ենք impeachment անենք, եկեք խնդրում ենք մեզ աջակցեք, փողոցը ապահովեք, որպեսզի ԿՊ-ական падգամավորները հասկանան, որ ավարտվել է իրանց ժամանակը։ Կարող է դրա համար այս քարոզչությունը։ Մի հատ ուրիշ խնդիր էլ կա։ Մարդիկ ասում են, լավ, Նիկոլ Փաշինյանը հեռանում է, իսկ ով է գալի նրա փոխարեն։ Այդ իմ երկրորդ հարցն է։ Լսի, Զառա, չէ։ Կարող է այդ բանում, այդ փաստաթղթի տակ իրանց անունը գրելու համար է այս քարոզչությունը։ Ասենք նույն Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանը ասաց, որ չի առաջադրվելու, շատ դրական է։ Կարող է իրակուսակցությունից ինչ-որ մեկին են առաջադրում, չէ՞, հնարավոր է, չէ՞, որ հանրապետական լինի այդ անունը, կամ չգիտեմ, այս քարոզարշավը դրան է ուղղված։ Հա, բայց պետքա կոնսենսուսը լինի, ով է գալու։ Լսի, այն քարոզչությունը, որ
իբր թե նոր տեխնացուի փնտրտուքը կամ նոր տեխնացուի անունը շրջանառության մեջ դնելը դա վնասում է բանի գործին, Նիկոլի հեռացման գործին, որ արեք առաջինը հեռացնենք Նիկոլին ազատվենք չարիքից, հետո նոր մտածենք թե ով է գալի նրա փոխարեն։ Իրանց արգումենտներ ունեն, ասում են մի շաբաթում այդ մարդուն այնց կփչացնեն, որ էլ ոչ մեկ այդ մարդու անվան շուրջ չի համախմբվի։ Բարձա չէ, որ նիկոլական քարոզչական մեքենան ոչ մի բանի առաջ չի կանգնի, չգիտեմ, կեղծիքով լինի, բայց այդ մարդուն մաքսիմալ կփչացնի, էլի։ Լսի, նիկոլական քարոզչական մեքենան այլևս անարդյունավետ է։ Այն միլիոն այսօր Նիկոլեն կամ նիկոլական քարոզչական մեքենան ում մասին վատ բան է ասում, դա ընդհակառակը այդ մարդու օգտին է աշխատում, հա։ Հիմա Նիկոլը մեկի մասին որ վատ բան ասի, ես կմտածեմ ուրեմն այդ մարդը այդ ինչ լավ մարդ է կամ այդ ինչ մեծ արժանինքներ ունի, որ նրա դեմ խոսում է։ Ես օրինակ այտենց կառաջնորդվեմ։ Բայց մյուս կողմից էլ այդ անոնի մասին այդքան պահանջ ներկայացնող մարդիկ չեն հասկանում, որ այդ մարդը գալու է մի տարով։ Բայց ինչի մի տարով։ Միջև մյուս ընտրություններ, որովհետև սա չի ենթադրում խորհրդարանի ցրում։ Այս անվստահության գործընթացը մարդը գալիս է վարչապետա դառնում միջև 26 թվականի հերթական ընտրություններ։ Կազմակերպման ընտրությունները մի բան էլ կարող ասենք, չգիտեմ, պարտավորություն ստորագրի, որ ես հետո չեմ առաջադրվի։ Կարա՞ դա լինի։ Չէ, նախ պարտավորություն պետք չի ստորագրի, որ չի առաջադրվելու, ասեմ ինչի համար, որովհետև եթե այդ մարդը մի տարի լավ աշխատի, հիմա մենք գնանք խնդրենք, ասենք արի առաջադրվի։ Չի խնդրել։ Հիմա լավ աշխատող մարդուն կամ ինչ որ արդյունք ցույց տված մարդուն ասենք, գիտես ինչ կա, չէ, դու արի մի առաջադրվի, մենք էքսպերիմենտ ենք անում։ Հիմա էլ ուրիշ մարդու ենք բերում, ու բերում ենք քեզ բերել ենք մի տարով, դու լավ աշխատեցի, բայց հիմա բերում ենք մեկին, որը գալու է 5 տարով ու կարող է ձախողվի։ Ուզում եմ ասեմ, այդ քարոզչական բանը այդ բան կա էլի, մտավախություն կա, որ ով որ կազմակերպում է ընտրությունները, նայել այդ վարչական ռեսուրսի տերն է լինում, հետեւաբար ինքը արդեն իր այդ տոկոսային հարաբերակցությունով այն, որ ասում է բան արած գարանտիրованный ունի, այդ բանը բացառելու համար է։ Զարա ջան, երբ որ լինում է impeachment, ձևավորվում է մի հատ, այսպես ասած, նման դեպքերում ձևավորվում է ազգային համաձայնության, չգիտեմ, ազգային փրկության կամ չգիտեմ ինչ կառավարություն, այսինքն իշխանությունը sense թե նենց կիսվում է տարբեր ուժերի մեջ ու միանձնյա, միահեծան իշխանություն չի լինելու երկրում, նույնիսկ այդ մի տարին բնականաբար այդ մարդը ով էլ ուզում լինի, չի կարանալու ամբողջ իշխանությունը իր տակ մտցնի։ Դա բացառվում է։ Դրա համար ասենք թե այդ քարոզչական բաները հնակները որ բեր դու մի առաջադրվի, որպեսզի մենք հավատանք, որ դու Այդ ինձ թվում է ավելի շուտ նրա համար է արվում, որ հիմա շատ չկենտրոնանանք անման շուրջ, որովհետև այդ բարձա չէ, որ այս տարբեր ընդդիմադիր ուժերի միջև այդ համաձայնությունը չի ձեռք բերվում տեխնազոյի անվան շուրջ։ Այսինքն իրանք բոլորը համաձայն են, որ պիտի Նիկոլը գնա, բայց չեն կարող որոշեն, թե որ Նիկոլը գնա ու ով գա։ Այդ է խնդիրը։ Դե հիմա իհարկե, հիմա խնդիրը այն է, որ հասարակությանը քաղաքական ուժերը պետքա ներկայացնեն մի հատ նենց ընդունելի մարդու, որը եւ հանրային աջակցություն կստանա եւ մարդիկ ներքին վստահություն կունենան, որ այդ մարդը կարա իրականում երկրին դրական փոփոխություններ բերի։ Նայ 18 թվին sense մի հատ էքսպերիմենտ եղավ, չէ, հայ հասարակության հետ։ Հայ հասարակությանը այդ նիկոլական եւ ոչ միայն նիկոլական շրջանակները քարոզում էին, որ Սերժ Սարգսյանը հրեշա, որը ասենք թե կոռուպցիայի, չգիտեմ, կաշառակերության, անարդյունավետ կառավարման, պետական համակարգի կործանման բան մարմնացումն է, բավարար է մենակ Սերժ Սարգսյանը հեռանա, Հայաստանում դրախտ կլինի։ Ով ուզում է գա, մենակ Սերժ Սարգսյանը չլինի, Հայաստանում դրախտ կլինի։ Եվ պարզվեց, ախպեր ջան, Սերժ Սարգսյանին այսօր մարդիկ Նիկոլ Փաշինյանին ցանկացած իշխանություն 10 տարվա ընթացքում իսկ Սերժ Սարգսյանը 10 տարի չէ, 25 տարի, 30 տարի իշխանություններ ունեցել։ Այդ ցանկացած իշխանություն մաշում է մարդուն։ Միշտ դժգոհներ են լինում, միշտ պարզա որ նենց էլ չէ Սերժ Սարգսյանի իշխանությունն էլ ինչ որ կատարյալ բաներ չեն, հենց Բայց պարզվեց մեր խնդիրները ոչ թե Սերժով էին պայմանավորված, այլ Սերժ Սարգսյանը ոնց որ թե ավելի քիչ, ավելի հարմար, ավելի անվտանգ, ավելի կոմֆորտ միջավայրում էին ապրում։ Իհարկե, հա, հիմի մարդիկ կան ասում են հետ բերեք 17 թիվը, հետ բերեք 18 թվի մինչև մայիսը,
Երբ որ Արցախը հայկական էր, երբ որ հայ ժողովուրդը այս աստիճանի ստորացված նվաստացված չէ, հիմին բերենք մի հատ նոր էքսպերիմենտ անենք, Նիկոլ Փաշինյանը չլինի, ով ուզում է ալնի։ Իհա Նիկոլ Փաշինյանը չլինի, ընդհանրենք։ Բայց դու ես ասում որ ասում ես համախմբման կոալիցիայի կառավարությունն է ձևավորելու։ Եթե այդ մարդու հետևը կանգնած են լինելու բոլոր մեր կարծիքով, հա, ազգայնական, չգիտեմ, արժանի քաղաքական ուժերը, այդ մարդու անունը այդքան կարևոր է։ Լսի, բայց ախր այդ նույն ուժերն էլ ասենք պատկերացնենք, հա, մի քիչ ավելի բան կառավարության անդամներին, չգիտեմ, օրինակ պաշտպանության նախարարը լինելու է օրինակ դաշնակցական, հա, չգիտեմ, կրթության նախարարը օրինակ լինելու է ՀԱԿ կուսակցությունից, ասենք, չգիտեմ, առողջապահության նախարարը լինելու է հանրապետականից, հա, եթե այս կառավարությունն է ձևավորվում, ով կլինի այդ կառավարության այն մեջտեղի աթոռին նստողը, երևի թե այդքան կարևոր։ Դες առաջան դե հիմի գուցե ճիշտ է հեն կլինի, ախր հիմա մենք նստել ենք մի հատ տեսական մի հատ բան ենք խոսում, որը կյանքի կոչվելու շատ քիչ շանս ունի։ Ասեմ ինչի համար, որովհետև այդ ուժերի մեջ այսօր այնքան անտագոնիզմ կա, այնքան թշնամություն կա։ Ատում են իրար։ Հա, ատում են իրար։ Այդ մարդիկ իրար հետ չեն կարող նստեն, այդ քո ասած ծրագիրը կյանքի կոչեն։ Միակ տարբերակը այնա, որ ասենք օրինակ Գյումրիի օրինակով այդ թշնամի ուժերը գնան ընտրությունների։ Հա, բայց մենք հիմա անվստահության մասն ենք ասում։ Դե անվստահության մասին դե էլի եմ ասում, անվստահությունը չի լինում, որովհետև այդ մարդիկ իրար հետ չեն կարող լեզու գտնեն, սահմանադրության մեջ գրածա, որ տեխնացու պետքա չէ ներկայացնեն։ Այդ ես չեմ գրել, այդ Հրայր Թովմասյանի գրած սահմանադրության մեջ գրածա պետքա լինի վարչապետի տեխնացու։ Ահա, հիմի այդ վարչապետի տեխնացուն մարդիկ չեն կարող, չէ՞ գտնեն։ Հիմի դու ասում ես կարևոր չի այդ անձը։ Կարևոր է այնքանով, որ գոնե անվստահություն հայտնելու փաստաթղթի մեջ պետքա գրված լինի ով է վարչապետի տեխնացուն, ով է, հիմի դու ասա։ Դու համարում ես, որ իրանք ի վիճակի չեն նստան մի, չգիտեմ, մի սենյակում ու այդ անունը որոշեն։ Դե հիմի եթե ի վիճակի լինեին, հիմի պետքա մենք իմանայինք, չէ՞, այդ process-ը պետքա սկսված լիներ։ Այդ process-ը շատ վաղուց կարար տեղի ունեցած լիներ։ Գոնե այն պահից սկսած, երբ որ Հովիկ Աղազարյանը ու Հակոբ Ասլանյանը դուրս եկան բանից, ՔՊ-ից, եւ ՔՊ եղավ 1/3 խորհրդանում 1/3 падգամավոր ոչ ՔՊ-ի կողմից Նիկոլ Փաշինյանի կողմից չվերահսկվող։ Հույս ունեմ, որ իրանք չեն վերահսկվում։ Հույս ունեմ, էլի, հույս ունեմ, որ այն ինչը որ կա ինչ-որ process, որին մենք տեղյակ չենք։ Ասենք այդ Սերժ Սարգսյանի այդ բազմանշանակալից հանրապետականը երբեք առանց ծրագրի չի աշխատում, այդ Քոչարյանի կլինի իմպիչմենտի գործընթաց դրան կմիանամ, կլինի ընտրություններ դրան կմասնակցեմ, այս բոլոր այս ազդակները ոնց որ թե տպավորություն է, որ իրանք տակից ինչ-որ մի բան անում են, թե ես տենց սուտ հույսեր ունեմ։ Շատ հնարավոր է, բայց դա ոնց է հնարավոր իմանալ։ Ոչ մի դեպ։ Ոչ։ Այն որ ասում ես սպասենք տեսնենք։ Դեսի ուրիշ հարց ունեմ։ Ջոկեր կա պատկերացնում ես ինչ եմ հարցնում։ Այսինքն կա մարդ, որը այնենց հեղինակություն ունի, որը կարա բոլորին, ասենք, բերի մի մաստի, հա, որ բոլոր քարտերի խաղացողների վրա ինքը ասի, եկեք այս մարդու անվան շուրջ համաձայնության գանք ու բոլորը տենց իրան կլսեն։ Չգիտեմ, կարող է Լևոն Տեր-Պետրոսյանն է, կարող է, չգիտեմ, կաթողիկոսն է այդ մարդը, կարող է այլ քաղաքական կամ հասարակական գործիչ է, որը տենց մեծ անվերապահ հեղինակություն ունի։ Ես Հայաստանում ճիշտ ասած տենց մարդ, որը ցավոք սրտի, որովհետև թե իշխանությունը, թե գործող իշխանությունը, թե նախորդ բոլոր իշխանությունները մտավորականության, չգիտեմ, հասարակական սեկտորում չեն թողել մարդու, բոլորին փչացել են, որովհետև ցանկացած իշխանություն իր համար այտենց մեծ հեղինակություն ունեցող մարդուն համարում է վտանգ։ Բայց մենք քարային հեղինակության մասին չէր էլի իմ հարցը, ավելի շուտ այդ քաղաքական ուժերի, լիդերների բանում շրջանակում հայ հեղինակության։ Կարող է նույնիսկ մենք այդ մարդուն չենք ճանաչում, բայց իրանք բոլորը հարգում են, ասենք, չգիտեմ, պատերազմի գեներալ կամ չգիտեմ ինչ որ մեկը, որը որ Դե հիմա մենք չենք ճանաչում, եթե ես ու դու չենք ճանաչում, հարյուրավոր մարդ էլ դա ո՞նց է։ Բայց օրինակ Սերժ Սարգսյանը իրան լսում է, Ռոբերտ Քոչարյանը իրան լսում է, Լևոն Տեր-Պետրոսյանը իրան լսում է, չգիտեմ, դաշնակցության ղեկավարները իրան լսում են, կա դա մարդ չկա։ Ինձ թվում է տենց մարդ Հայաստանի ներսում
այտենց մարդ գոյություն չունի։ Հիմա հարցը իմի կասես Անտալիասի կաթողիկոսին ես բանա։ Առաջինն ես ակտարկում, Հայաստանի ներսում չի դրսում։ Չէ, ես նկատի ունեմ դրսում կարողա ինչ որ իրանք դրսում ինչ որ բան ունեն, հեղինակություն ունեն, որը էլի ես չգիտեմ, որը ես աշխարհաքաղաքական կենտրոններից մեկի ղեկավարը, եթե զանգի բոլորին ասի, այս մարդն է, իրանք կասեն։ Հիմա օրինակի համար Նիկոլ Փաշինյանի համար Կայա Կալասը հեղինակությունն է, թե չէ։ Ինչի համար եմ ասում։ Իմի Կայա Կալասն է հեղինակություն, թե Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինն է։ Չէ, քանի որ իր իշխանությունը Ղարաբաղի մենակ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինից ենթադրում է, որ այդ համադրության Այս մարդը օրենք է ընդունել, նայ, օրենք է ընդունել, որով Հայաստանի Հանրապետությունը գործընթաց է սկսել Եվրամիությանը միանալու մասին։ Ну, Եվրամիությանը միանալու գործընթաց է սկսել, չէ՞։ Հիմա Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով հանձնակատար Կայա Կալասը հայտարարում է, որ մեր համար անթույլատրելի է, որ Եվրամիության անդամ կամ Եվրամիության հայտ ներկայացրած, անդամակցության հայտ ներկայացրած երկրները մասնակցեն մայիսի 9-ին Մոսկվայում հաղթանակի օրվա կապակցությամբ կազմակերպվող այդ տոնական միջոցառումներին։ Հիմա Արի գրած որ գնալու է։ Չէ, հիմի գնալու է, որ գնաց, հիմի օրենքը խախտվում է, թե չի խախտվում։ Բայց խոտանեմ ասենք, այս տարիների ընթացքում էլ ինչ աբսուրդ օրենք ասես, որ չեն ընդունել։ Այդ երկու աթոռին միաժամանակ նստելու սխեմայով ընդունված օրենքներին լուրջ ենք վերաբերում։ Զարա, բայց մի հատ ուրիշ խնդիր էլ կա։ Լսի, Նիկոլ Փաշինյանի իշխանության հենքը այսօրվա մնալու դաժե հիմքը հայ հասարակից պետություններն են։ Ոչ, ուրիշ բան եմ ասում։ Ինքը հայ հասարակությանը տանում է քաղաքացիական պատերազմի ասեմ, քաղաքական դիմակայության ասեմ, գիտես ոնց։ Նայ, մի կողմից Հայաստանում տարվում է շատ ուժեղ հակառուսական քաղաքականություն, որի արդյունքում Հայաստանում ձևավորվել է հակառուսների կամ ռուսներին ատողների մի հատ կաստ է։ Մարդիկ, որոնք ասում են ախպեր մեր բոլոր Ավելի լավ է թուրքը գա մեզ մորթի, քան մենք Ռուսաստանի հետ, որովհետեւ հարաբերություն ունենանք։ Չէ, ասում են թուրքը մեզ չի մորթելու, այդ ձեզ ռուսներն են խափե ասել, որ թուրքերը պատրաստում են։ Թուրքերը լավ էլ բան, քաղաքակիրթ ժողովուրդ են։ Ցեղասպանության մասին էլ են ձեզ ռուսներն ասել, դուք տեղյակ չէիք, չէ՞ որ ցեղասպանել։ Չէ, ռուսներն են հրահրել։ Ռուսներն են հրահրել թուրքերին, չգիտեմ, հետո 60-ականներին հիշացրել են, որ դուք ցեղասպանվել էիք, տենց չկար տես թեմա։ Լսի, հասարակության մեջ ձևավորվել է ագրեսիվ հակառուսական խավ, ագրեսիվ, դա շատ կարևոր է։ Բայց հասարակության մեջ կա նաև մի հատ շերտ, որը համարում է նախ սոցիալական, տնտեսական, նաև քաղաքական հայացքների բերումով համարում է, որ Ռուսաստանը ոչ միայն մեզ թշնամի երկիր չի, այլ Ռուսաստանի հետ առևտրատնտեսական, մշակութային, չգիտեմ, եւ այլ հարաբերությունները Հայաստանի համար առանցքային նշանակություն ունեն։ Այսինքն ասում ախպեր, խիեք մեզ տանում, խիեք ուզում ես երկիրը պոկեք Ռուսաստանից, որ ստեղ էներգետիկ, տնտեսական, չգիտեմ, հազար ու մի սոցիալական, վերջը մեր առևտուրը, ապրանքաշրջանառությունը, ամեն ինչը այդ երկրի հետ է։ Օրգանիկ մեր գործընկերն է։ Հա։ Այս պահի դրությամբ որ հաստատ։ Հա, հիմա դու պատկերացնում ես, որ երկրում եթե այդ հիմքի վրա կարա լինի քաղաքացիական բախումներ։ Այսինքն երկրորդ խումբն էլ ինչ է ասում է մնում ենք ռուսների հետ ու այդ երկու խմբերը իրար ատում են ու այդ ատելությունը Նիկոլ Փաշինյանի հրահանգով եւ Նիկոլ Փաշինյանի ֆինանսավորմամբ անընդհատ ուռճացվում է ու ուժեղացվում է։ Ես քեզ մի բան ասեմ, ինքը կուզենա, որ Հայաստանում ըլնի հենց նայ, քանի որ Հայաստանում էթնիկ խմբեր չկան, որ իրար հետ, չգիտեմ, հայը, ռուսը իրար հետ կռիվ տան, չգիտեմ, հայն ու թուրքմենը կամ հայն ու ուզբեկը, չգիտեմ, էլի մենք մոնոէթնիկ ազգ ենք, մոնոէթնիկ ժողովուրդ ենք։ Հիմի այս ժողովրդին ում հետ հանես
կկրվցնես։ Բայց իսկ թվում է մի թեթև չափազանցնում ես։ Այս ժողովուրդը նույնիսկ քաղաքական հայացքներից ելնելով չեն ելնում իրար չեն մորթում, չէ՞։ Ասեք, չգիտեմ, քոչարյանականները, նիկոլականների հետ բախումներ չեն լինում, էլի, որպես կանոն։ Որը տենց համակերպված լավ ապրում են։ Քեզ թվում է տնտեսական կամ չգիտեմ, ռազմավարական գործընկերոջ բանով պայմանավորված դուրս են գալու բախումների։ Ես տեսնում եմ, որ այդ ատելությունը անընդհատ գեներացվում է, որ սրանք ռուսաճորտ են, սրանք ռուսաստրուկ են, սրանք Հայաստանի ապագան Էդ էլ է իսում քարոզարշավ։ Քարոզարշավը, բայց իր սեփական ընտրության քարոզարշավն է, էլի, ոչ թե այլ գործընթացի։ Ինքը արդեն իսկ թվում է 26-ա գնում։ Դե հիմա ես հենց այդ եմ ասում, հասկանում ես, ինքը 26 թվին կարա մնա մի դեպքում, 26-ին եւ 26-ից հետո նկատի ունեմ։ Եթե Հայաստանում դե այդ արտաքին քաղաքական հողի վրա, կողմնորոշման հողի վրա ըլնեն քաղաքացիական բախումներ եւ նույնիսկ քաղաքացիական պատերազմի նման այտենց մի բան։ Այդ նշանակում է, որ մի տարի ոչ միտեղ չի կարա գնա։ Ոչ պետք է մայիսի 9-ը գնա, ոչ պետք է Ռուսաստանի հետ հարաբերություններ ունենա։ Այդ նշանակում է, որ ինքը պետք է ամբողջությամբ տարանջատվի, այդ գործընթացը արդեն սկսի ինքը, հա, արևմտամետ ներկայանալու այդ իր բանը process-ը։ Բայց ես դրա համար եմ քեզ ասում, որ ինքը այդ օրենքն ու նույնիսկ այդ օրենքը ընդունեց, որ ասի, ախպեր ջան, մեր երկիրը գնում է բան, արևմուտք, ու ով որ հակառակն է ասում, դա փաստացի այդ դու եմա դուրս գալի այդ օրենքին, ինքը օրենքից դուրս է։ Եվ ասում ախպեր օրենքը ընդունել ենք արդեն։ Հիմի ասենք թե օրինակ ես քեզ հարց եմ տալի, Վարդան Ղուկասյանը Գյումրի քաղաքապետ, ասում է ես կողմնակից եմ Ռուսաստան, Բելոռուս դաշինքին միանալու կողմնակից եմ։ Հիմի ինքը այդ օրենքը խախտում է թե չէ։ Խախտում է ոչ թե չէ։ Ասեն զարմացած հայացքով ես։ Հիմի կարող է մարդուն փողոցում բռնեն, ասեն լսի, հիմի դու այն օրը որ խոսում էիր, ասում էիր որ կողմ ես, դու չես մտածում, մնում է որ Սահմանադրական կարգի վրա ոտնձգություն է։ Մնում է որ ճիշտ է, այդ օրենքը կա, բայց սանկցիա չկա։ Բայց այդ սանկցիան էլ կմտցնեն։ Չէ, գնդակահարություն։ Ապա գնդակահարություն չէ, ինչ որ տուգանք, եթե մի անգամ ասի 500,000 տուգանք, եթե երկրորդ անգամը այդ նույն բանը ասում, ասենք 6 ամիս կալանք։ Չէ, իր ձեռն է, որ ուզեցավ տենց բան մտցնի, ոչ մի խոչընդոտ դրա համար չկա։ Դրա համար ես մտածում եմ, որ դու լսի ինքը կարա կովիդով հիվանդանա, մայիսի 8-ին կամ մայիսի 9-ին։ Միշտ կարա։ Միշտ կարա։ Այդ բանն է, որ ասում եմ, որ բային քեֆդ բռնի կարա լինի։ Հա, հիմի որովհետև եթե ինքը գնում է Մոսկվա, ուրեմն գնում է հանձնվի, ասի ախպեր, քյասա այն օրենք, մորենք, այդ Եվրամիություն, բան, Չէ, գնում է խնդրի, ես քեզ ծառա, դու ինձ տեր, արի կանգնի, մեծ ախպեր։ Հոտարապես այդ ֆորմատով։ Չէ, մեր այդ մեծ ախպերը ասելու ընկեր, լավ, ես քեզ տեր, էլի տեր։ Բայց դու արդեն գնացել ուրիշ տեր ես գտել։ Էլ չեմ ասում հողերը քո ինքնական տալիս ես, սահմանազատում ես անման հասկանալի։ Քո խմբակցությունը քվեարկել է մի հատ, պարզը չէ, դա խմբակցությունը որտեղ մարդիկ չեն, դա կնոպկա են, ասենք ընդից հրահանգը գալիս է, այդ մարդիկ կնոպկի պես սխմում են, հա, այն մարդուն որ էթաս ասես խի ես կողմ քվեարկել այդ օրենքին, կասի ախպեր ինձ խի ես ասում բանին։ WhatsApp-ով SMS եմ ստացել։ Հա, SMS եմ ստացել, սխմել եմ։ Իրեն հարցնելու են, ասելու են, լավ, որ դու Ռուսաստանը համարում ես բան, դաշնակից երկիր կամ ասում ես ես պատրաստ եմ հնազանդվեմ, մենակ դուք իմ իշխանությանը վտանգ, բա հունվարին դու օրենք ես, թե փետրվարին։ Վերջը հունվարի 9-ի կառավարության մի խոսքով։ Ես հիշում եմ, որ հունվարի 9-ի կառավարության նիստում ինքը այդ հրահանգը տվեց, մարտին էլ վերջնականապես մարտ ամսին էլ մարտի 26-ին էլ վերջնականապես երկրորդ ընթերցումը ընդունվեց այդ օրենքը։ Հարց են տալու։ Հիմա ես քեզ հարցնում եմ, Զարա ջան։ Ասում եմ, լսի, ես ենթադրենք Պուտինն եմ, դու էլ բանն ես։ Նիկոլ Փաշինյանն ես։ Կներես էլի, որ sense համեմատություն եմ անում, բայց դե հիմա ասեմ։ Լավ, եթե դու իմ դաշնակից երկիր ես կամ դաշնակից է չասենք, իրականում այդ դաշնակից բառ գոյություն չունի։ Խոնար հարց է, չգիտեմ, իմ փոքր Ենթակա ես, լսի պետությունների այդ հարաբերությունների մեջ մենք այտենց մեկ-մեկ այտենց դաշնակից բառ ենք օգտագործում։ Դա ախպեր գոյություն չունեցող բան է։ Փիղն ու բանը, ինչ ասեմ, մուկը չեն կարա իրար դաշնակից լինեն։
Չեն կարա։ Գայլն ու գառը չեն կարա։ Դու ինչ կպատասխանես։ Ես կասեմ։ Կասես այդ օրենքը ինչի ընդունեցիր, իմի հարցը տենց է։ Սխալվել եմ, չեմ հասկացել, չգիտեի ոնց անեի, տենց արտակուստ արևմտամետ էի ինձ դրսևորում, որ հետո կարողանամ քեզ ներսից, տակից օգնեմ, աջակցեմ, ինչ որ պետք է, այդ, չգիտեմ, արտահամագործընթացը քո երկիր կազմակերպեմ, հետո ես իմ համար չեմ արել, այդ արել եմ մենակ քո համար։ Սիրելի Վլադիմիր Վլադիմիրովիչ։ Եկասի իմ համար այտենց օրենք պետք չէր նախ ընդունել, երկրորդը քանի որ այդ ֆրակցիան քո մեծամասնությունն է, եւ աղը չեմ իսօրը ճիշտ կաներ այստեղ գալուց առաջ, 3-ի առաջի օրը, ասենք ամսի 9-ին եկել ես, 3-ի առաջի օրը, ասենք ամսի 7-ին Ճղեիր գցեիր։ Չեղարկեիք, այդ օրենքը չեղել հայտարարի, կարա չէ խորհրդարանական մեծամասնությունը ցանկացած օրենք, իրանց ընդունած օրենք չեղել հայտարարի։ Բայց քան ինչ վերաբերվում է, որ իբր թե արել ես, որ ենթադրենք, չգիտեմ, այս կոմենտով շրջանցող իրականում Զարա ջան, հիմա Ամերիկայի ու Ռուսաստանի մեջ շատ ակտիվ երկխոսություն է գնում։ Եվ այդ երկխոսությունը, եթե ինչ որ արդյունք տա, Ինչ թվում է կտա։ Հավանականությունը մեծ է, որ Գոնե երկկողմանի այդ համագործակցությունը կլինի կարող է իրանք շրջանցեն Եվրոպային որպես այդպեսին, որպես կառույց, բայց իրանք այդ համագործակցությունը ինձ թվում է կհաստատվի։ Եթե այդ համագործակցությունը հաստատվում է, Ռուսաստանի ամենաառաջի պահանջը այդ ամերիկյան պատժամիջոցների վերացումն է, այսինքն նույնիսկ այդ պայմաններում հաղորդագրություն, որ 14 թվից ի վեր ընդունված բոլոր պատժամիջոցները կարող է հանեն։ Իհարկե, եթե համաձայնության գան կողմերը կհանեն։ Եկասի այդ զուգահեռ ներմուծումներ, չէ՞ դա կոչվում է։ Արտահանում մեր դեպքում։ Իրանց մոտ է ներմուծում, մեր դեպքում արտահանում։ Այդ դրա իմաստն էլ գոյություն չունի։ Եվ Դե ես ինչ իմանայի, որ պայմանավորվելու եք Ամերիկայի հետ, աղբեր ինչ արել եմ ձեր համար եմ արել, գլխիս վրա տեղ ունեք, ինչքան ռուսապետ իմ երկրում տեղավորեմ, ինչա պետք քո համար անեմ, սիրելի Վլադիմիր Վլադիմիրովիչ։ Մի ուրիշ բան էլ կա, որ իրականում երբ որ իրանք այդ օրենքը ընդունեցին, Եվրոպայում այնպես չի որ չէ խանդավառությամբ դա։ Իսկ թվում է չնկատվեց Եվրոպայում, ով է գլխի ընկել, որ դա օրենք են ընդունել, որովհետև պատճառներից մեկն էլ երևի այն է, որ Եվրամիությունը ինքն էլ է հասկանում, որ Հայաստանը այն վիճակում է, որ երբեք ինքը չի կարողանալու Եվրամիությանը անդամակցի։ Այն մարդիկ, ովքեր իբր թե քարոզում են Եվրամիությանը անդամակցելու այդ ծրագրով են հանդես գալի եւ այլ, իրանք էլ ներքին վստահություն ունեն, որ Հայաստանը երբեք Եվրամիությանն չի անդամակցելու։ Ավելին կարող է նույնիսկ Եվրամիություն չլինի մի քանի տարուց։ Շատ դժվար է հիմա կանխատեսել, եթե Ամերիկան որպես այդ համաշխարհային ոստիկան իր դերը դադարեցնում է, Եվրամիությունը ինչ ֆորմատ է մնալու։ Տնտեսական համագործակցության, ռազմական համագործակցության, իրանք ինչ բոլոր պետություններն են ներգրավված լինելու թե ոչ։ Զարա ջան, եթե խորը նայես, Եվրամիություն այսօր արդեն գոյություն չունի, ոչ թե մի քանի տարուց կարա գոյություն չունենա, այլ այսօր արդեն Եվրամիությունը կիսամեռած վիճակում է։ Մենակ փողն է մնացել է։ Լսի, մի հատ ապացույց քեզ ասեմ։ Այս վերջերս Վաշինգտոն էր գնացել Իտալիայի վարչապետ Մելոնին։ Ոյ միջալոց գիտես, չէ, Մելոնիի դիրքերը շատ կտրուկ աճում են, որովհետև նախ Տրամպի առաջին այցն է լինելու հենց Իտալիա, Մելոնին նա հյուր գնում, եւ երկրորդ Մակրոնի եւ Ստարմերի ֆոնի վրա ինքը սկսել է ավելի տենց դիվանագետ, ավելի ճիշտ քաղաքական գործի պոզիցիան։ Հիմա շարունակենք։ Լսի, Մելոնին գնացել է Վաշինգտոն, քննարկում է ամերիկյան նախագահի կողմից, Դոնալդ Թրամփի կողմից, առևտրային այդ турքերի, մաքսատուրքերի հարցը։ Ու ինչ է ինքը ասում։ Ասում է, ես չեմ կարա, ես իրավասություն չունեմ խոսել Եվրամիության անունից։ Ես եկել եմ խոսամ Իտալիայի անունից։ Իսկ դա ինչ է նշանակում։ Ասում է, ախպեր, ես իմը իջացրու, նրանց ինչ անում ես արա։ Ահա։ Իսկ դա հնարավոր է։ Ոչ։ Հնարավոր է։ Մելոնին սիրուն հաճելիքին է, Տրամփն իրան լավ վերաբերվում է։ Զարա ջան, դա անհնար է։ Գիտես ինչի համար է անհնար։ Տեխնիկապես է նույնիսկ անհնար։ Եթե Տրամփը շատ ուզենա, դա տեխնիկապես անհնար է, որովհետև Եվրամիությունը մի ընդհանուր մաքսային սահման է։
Մի ընդհանուր մաքսային տարածք կա։ Այդ նշանակում է բոլոր մուտքերը կլինեն Իտալիայով, միշտ։ Հա, ասենք օրինակ ֆրանսիական ապրանքները կգնան բան, Իտալիա, ու Իտալիայից կգնան բան, Ամերիկա իտալականի տակ։ Իսկ դա անհնար է։ Բայց դա ինչ է նշանակում, եթե Մելոնին վստահ լինի, ստացվում է, որ եթե Տրամպը Մելոնին ասի, գիտեք ինչ կա, տիկին Մելոնի, ես որոշել եմ ձեր համար, ձեր երկրի համար, Իտալիայի համար բացառություն անեմ, այո։ կամ տուր չեմ սահմանում, կամ 20%-ի փոխարեն 5% եմ սահմանում, 3% եմ։ Հաջորդ քայլը այն պետք է լինի, որ ասի դե որպեսզի այդ մեխանիզմը աշխատի, Իտալիան պետք է դուրս գա բանից, Եվրամիությունից։ Քանի որ այն մարդն է գնացել է բանակցելու ու ասում է ես եկել եմ Իտալիայի անունից բանակցելու, այդ նշանակում է ինքը իր երկիրը պատրաստ է գնա այդ քայլին։ Այսինքն մնացել է այդ Եվրամիության կործանմանը, վերացմանը, լուծարմանը, ինչ ասենք, մնացել է 5 պակաս։ Այսինքն Դոնալդ Տրամպը ցանկացած պահի կարա այդ կառույցը լուծարի։ Հիմի Նիկոլ Փաշինյանն էլ օրենք է ընդունել, որ մենք պետք է եթենք դրան միանանք։ Հիմա ասենք որ Նիկոլ Փաշինյանն այս դրանով էլ հայտնի է, չէ՞, ինքը բոլոր փլուզվող, բոլոր վերացող, բոլոր կրվող, բոլոր պրոյեկտերին միանում է, էլի, մարդը դες տաղանդ ունի, հիմա ինչ ենք մեղադրում։ Դա այդ հարցում իհարկե համաձայն եմ, որ այդ մարդը այդ իր իշխանության 7 տարվա ընթացքում որևէ ռացիոնալ, որևէ Հայաստանի Հանրապետությանը օգուտ տվող հաջողություն բերող, հա, հաջողություն բերող քայլ չի արել, որևէ որոշում չի կայացրել։ Այդ մարդը զբաղված է այդ ժողովրդին ինչ-որ բաներ կեղծելով, սուտ խոսալով, համոզելով, մեկը չկա հարցնի, օրինակ 7 տարի է Հայաստանում որևէ տնտեսական, ենթակառուցվածքային, որևէ նախագիծ գոնե սկսվել է, թե չէ։ Ես չեմ ասում իրականացած լինի։ Սի 7 տարին հսկայական ժամկետ է, էլի, 7 տարից է որ իրանց լսես, ասեց Անիֆը դե տենց ստացվեց, ինչ հանենք։ Ուզում էինք լավ լինի, լավ չեղավ։ Զարա ջան, արդարացի։ Հիմա էլ գիտես, չէ, այսօր էլ այդ Արբանյակն են իջացրել։ Հիշում ես, 8 միլիոն դոլար տվեցին մի հատ ինչ-որ Արբանյակ բարձրացրեցին, որ մեզ շատ պետք է, ֆոտոներ, վիդեոներ, բան, բարձրացեց։ Հա, մի հատ զարդատուփի չափ էլի, հա։ Բարձրացեց որ մի տարի անցավ, ինչքան անցավ, էլի, դες բարձրացեց այդպես բաներ, էլի, այդպես վարձակալության պես բաներ, էլի, 8 միլիոն դոլարը այդպես ոտ կրակեցին, հետ եկավ արդեն։ Զարա ջան, այս մարդու գործունեության հանրագումարը, որ ասենք հանրության մեջ Հայաստանի պետականության նկատմամբ վստահության պակաս կամ ինչ ասեմ, բոլոր ցուցանիշներով, բոլոր անվտանգային ցուցանիշով անկում, չգիտեմ, պետականության ինքնիշխանության ցուցանիշով խայտարակ անկում, պետական կառավարման մարմինների նկատմամբ վստահության խայտարակ անկում, չես համեմատի էլի ուրային հաճելի կոռուպցիայի մասին մեղադրանքների տարբերություն այս վնասարարության բոլոր ցուցանիշներով խայտարակ անկում։ Մամա, հետո մարդկանց մոտ բանը հարց առաջանում, լավ, եթե պետությունը էս է, որ ոչ մի բան չի անում, ընդհանրապես մեր համար ինչ իմաստ ունի պահել այդ պետությունը։ Հարցը, գիտես ինչ կա, առաջ մարդիկ ասում են, այս իշխանությունը փոխվի լավը կլինի։ Ախպեր հիմա այդ գիտակցումը նույնիսկ մարդիկ կան ասում են լավ չի լինի, էլ երբեք լավ չի լինի։ Չէ, մենք համաձայն չենք։ Ես էլ համաձայն չեմ։ Իհարկե ես համաձայն չեմ։ Ես ասում եմ Նիկոլ Փաշինյանի իշխանության տված վնասը այնքան խորն է, որ մարդիկ արդեն պետության նկատմամբ, պետականության նկատմամբ բանն են, հավատն են կորցրել։ Ասում են ախպեր դե լավ է, ով էլ գա նույնն ալնելու, ինչի համար, որտեվ մարդը որ շատ է հավատում մեկին։ Հիասթափությունն էլ է, չէ՞ շատ մեծանում։ Այս հասարակությունը Նիկոլին այնքան էր աստվածացրել, այնքան էր հավատով լցվել, այնքան էր ոգևորվել, որ հիասթափությունն էլ է ավելի խորը։ Պատկերացնում ես, այդ աստիճանի մարդկանց մոտ հիասթափություն կա։ Հետո մեղքի զգացում ունեն։ Մարդիկ քանի որ իրանք են բերել այս իշխանությանը, հասկանում ես, ոնց որ կիսում են այդ իշխանության բոլոր սխալների, մեղքի ինչ որ փոքրիկ, բայց տոկոսը կիսում են, էլի ասում են, ձեռս կոտրվել, ես սրան չբերեի իշխանության։ Այդ շատ հաճախ լսվող նախադասություն։ Դե հիմա այդ էլ մարդիկ խաբվել են, հիմա ինչ անենք։ Լսի։ Ներենք, փոխենք ու անցնենք նոր պետություն, նոր պետականություն կառուցելու։ Ինձ թվում է ուրիշ տարբերակ չկա։ Իհարկե, դա ամենաօպտիմալ տարբերակն է, որը
Էլի եմ ասում, ես դու չենք, մենք կարանք մասնակից ելնենք, բայց մարդիկ որ ասում են, չէ, շատ ժամանակ ասում են խոսում եք, մենակ խոսում եք, բա գործողությունները, բան, ինչի գործողություններ չկան, չէ, մեր հետևորդները չտենենք։ Մեր հետևորդները խոսակ, դուրս եկեք դրան հանեք։ Հիմնականում դրսից են գրում այդ նախադասությունը, գիտես չէ։ Հա, դե որ դրսից միշտ հեշտ է, չէ։ Դենց Թուրքում ապրող հայերը իրանց թվում է, որ մենք նստած խոսում ենք դրա համար սա չի գնում, էլի, էլ չեն մտածում, որ քանի անգամ ենք արդեն դուրս եկել։ Իսկն այդ շարժումների քանի հատ են կանցել արդեն, էլի, ես էլ հաշիվս կորցրել։ Զարա ջան, քաղաքական պրոյեկտը դա պետք է իրականացնեն քաղաքական ուժերը, որտեղ քաղաքական ուժերն են իրենց վրա պատասխանատվություն ասեմ, հանձնառություն ասեմ, առաքելություն ասեմ, իրանք են վերցել իրանց վրա այդ շահառուն են դառնում այդ հաջողած պրոյեկտի, էլի։ Իհարկե, բայց իրանք պետք է ներկայացնեն այդ փոփոխությունների նախագիծը։ Իսկ հասարակությունը մենք, դու, չգիտեմ, մնացած բոլորը, նաև մեզ դիտողները, ընդհանրապես պետք է տեսնեն, համոզվեն, որ այդ նախագիծը կյանքի կոչվելու, հաջողության հասնելու ինչ շանս ունի եւ իրանց մասնակցությամբ նպաստեն այդ նախագծի իրականացմանը, այսքան բան։ Խելացի, ես համաձայն եմ։ Մի խոսքով քաղաքական ուժերին կոչ են կանում ներկայացնել այդ հայտը, հա։ Որ վաղուց պետք է ներկայացված լինել։ Ավետիսի բանով ժամանակացույցով արդեն ուշանում են, էլի։ Չեն ուշանում, մի ամի ժամանակ կա։ Քանի օր բան է մնացել, գոնե մայիսից սկիզբ պիտի գործընթացը սկսեն։ Իսկ մենք շնորհակալ ենք, որ հետևում եք մեզ, շնորհակալ ենք, որ մեզ մեկնաբանություններ եք գնում, շատ շնորհակալ ենք լինում, երբ որ բաժանորդագրվում եք, եւ շնորհակալ կլինենք, եթե մեր այս հաղորդումը ձեր սոցիալական էջերով տարածեք։ Այդպիսով մենք հնարավորություն կունենանք ավելի մեծ լսարանին հասանելի լինել։ Այսօր այսքանը, ձեզ հետ Զարան եւ Ավետիսն էին, հաջողություն։ Միացում։ Հողը տալիս է։ Մենք չենք դադարի պայքարել հանուն մեր ազգային հաղթանակի։ Լուկաշենկոն ինչ ասաց, Նիկոլ Նարսախը հանձնի։ Հանուն Հայաստանի հաղթանակի։ Երեխեքի գլուխը կերել է 5000 երեխու։ Հանուն Արցախի հաղթանակի։ Ապաշնորհ, տգետ, ընչակաղց, ինչ ասեմ, ինչ բառ ասես բռնում է։ Ցեղասպանությունը ուրանում է։ Չկա պարտություն, քանի դեռ ինքդ քեզ պարտված չես ճանաչել։ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում։ Արցախը Հայաստան է եւ վերջ։